Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես, ասում է Ղուկասի ավետարանը։ Եվ ամեն ինչ եղավ ըստ խոսքի։ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան և դրեց մսուրի մեջ։ Եվ երբ 8 օրերը լրացան և նա թլպատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում։ Դա կատարվեց լրացնելով օրինական պարտավորությունը։ Մարիամը, որը առաջինն էր ավետիսն ընդունել, և Հովսեփը, որ ստացել էր հրեշտակի խորհրդի հայտնությունը, հավանաբար կարող էին մտածել, որ սքանչելին օրացնի վրա օրենքի պահանջները չէին կարող ծանրանալ, սակայն օրենքը զանցառնելու իրավունք չունեին, և նաև աստվածային կամքն էր պահանջում օրենքի գործադրությունը, օրինակով հաստատելու համար օրինապահության պատվիրանը։ Եվ անունը Հիսուս, թարգմանաբար Փրկիչ, որով կոչեցին մանկանը, մարդկության համար մի նոր էջ բացեց, որպեսզի ով հավատա նրան չկորչի, այլ հավիտենական կյանքը ժառանգի։ Հիսուս անունը մի նոր օրհնություն է մարդկանց որդիների համար, մանավանդ նրանց համար, որոնք հավատարիմ են Աստծո խոսքին։ Տիրոջ անունը խորհրդանշում է հին և նոր կտակարանների ագույցը, ամբողջությունն ու մարդու փրկության Աստծո ծրագիրը։ Միացնի պատվական անվամբ քրիստոնյա են կոչվում բոլոր նրանք, որոնք որդեգրվել և հավատում են քրիստոնեական դավանանքին ու վարդապետությանը։ Ինչպես հնում համոզված ենք, նաև գալիք ժամանակներում, մեր օրերում ևս, խոսվում է մինչև Քրիստոսի մարդեղացումը, անվանակոչությունը և դրանից հետո գրված Սուրբ Գրքի հին և նոր կտակարանների նմանությունների, տարբերությունների, հակասությունների շուրջ։ Բայց ինչպես ասում են մեկնիչ հայրերը, Սուրբ Գիրքն աստվածային հավերժական հայտնությունն է և, որպես այդպիսին, ունի անքննելի և միշտ բացահայտվող խորք ու նշանակություն ոչ միայն ներկա, այլ նաև գալիք դարերի համար։ Սուրբ Գիրքը, որն առավելաբար անվանվում է Աստվածաշունչ, Աստծուց ներշնչված, Աստծո շնչով գրված, առաջին անգամ գործածում է Պողոս առաքյալը, ասելով. «Աստծո շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար»։ Իսկ հին կտակարանից ակներև է դառնում, որ Աստծո հայտնության գրավոր փոխանցումը մարգարեների և այլ հեղինակների կողմից նկատվել և ըմբռնվել է որպես հրաման հենց իրենից, Աստծուց, երբ Եսայի մարգարեն հորդորում է. «Ահա քեզ մի նոր մեծադիր մատյան, նրա մեջ ճարտար մարդու գրչով գրիր»։ Աստվածաշնչի թարգմանության կամ եբրայերենից այլ լեզուների փոխադրման հանգամանքով են ոմանք պայմանավորում հին և նոր կտակարանների անհամաձայնություններն ու տարաձայնությունները կամ տարբերություններն ու հակասությունները, և դարձյալ, հոգևոր հայրերի պնդումներով դա նույնպես հիմնավոր պատճառ չի կարող լինել ճշմարտություններից հեռանալու, կտրվելու համար։ Հին կտակարանի լեզուն եբրայերենն է, գրված մարգարեների կողմից, հին կտակարանի հոգևոր կրոնական մեծագույն անձանց կողմից, Մովսեսի կողմից, 12 փոքր մարգարեներ, 4 մեծ մարգարեների կողմից, Եզրասի կողմից, այսինքն տարբեր կրոնական անձանց կողմից, Դավիթ մարգարեի կողմից, Սողոմոն իմաստուն թագավորի մարգարեի կողմից գրված գրքեր են, եւ այո, անհրաժեշտությունը եղավ հին կտակարանը թարգմանելու, եւ առաջին թարգմանությունը հունարեն 70-ից թարգմանությունն էր, եւ բազում տարբեր լեզուներով թարգմանվել են։ Ես նաեւ ուզում եմ այստեղ ասել, որ եբրայական կանոնի հին կտակարանի գրքերը 39-ն են, իսկ 70-ից թարգմանության ժամանակ, որը կատարվել է Ալեքսանդրիայում, 10 գիրք հավելվել է։ Այսինքն դրանք այն գրքերն են, որոնք իրենց կրոնական անհրաժեշտությունների համար օգտագործում էին Ալեքսանդրիայում ապրող հրեական համայնքը, Իսրայելի հրեա ժողովուրդը, ովքեր ապրում էին Ալեքսանդրիայում, իրենք օգտագործում էին, եւ
մեր եկեղեցու համար արդեն այս 48 գրքերը ընդունելի են։ Եվ շատ կարևոր է իմանալ, որ եկեղեցին իր վարդապետությունը հիմնում է մարգարեների եւ առաքյալների քարոզչության վրա, այսինքն հին եւ նոր կտակարանների վրա։ Եկեղեցին երբեք տարբերություն չի դնում հին եւ նոր կտակարանների միջև, որովհետեւ ինչպես ասում է Օգոստինոս Երանելին, նոր կտակարանը մեկնում է հին կտակարանին, այսինքն նույն միտքը նաև ասում է Պողոս առաքյալն, հին կտակարանը բացվում է նոր կտակարանով, այսինքն մեզ հասկանալի է դառնում նոր կտակարանով։ Նման կասկածներ եղել են, որ հնարավոր է, որ բնագիրը ճիշտ թարգմանված չլինի, սխալ փոխանցված լինի, հետագայում խմբագրությունների ենթարկված լինի, բայց 1940-ական թվականներին մի մեծ դեպք տեղի ունեցավ Կումրանի քարանձավներում եւ հայտնաբերվեց Եսայի մարգարեության ամբողջ գիրքը, որը ամենահին գիրքերից մեկն էր, եւ համեմատվեց 70-ից թարգմանության հետ։ Եվ այդ դեպքը եկավ փաստելու, որ 70-ից թարգմանիչները, այդ 72 թարգմանիչները, ինչպես ընդունված է ստավանդության ասել, շատ ճշգրիտ կերպով փոխանցել են այն, ինչը որ գրվել է Եսայի մարգարեի կողմից։ Հետևաբար նաեւ մեզ համար փաստ է առաքյալների եւ Հիսուս Քրիստոսի վերաբերմունքը, այսինքն նրանք երբեք չեն խոսել, որ հին կտակարանը աղաղաղված է։ Քրիստոս հենց ինքը դիմում է հրեաներին ասելով գնացեք քննեցեք գրքերը, գրքեր, երբ որ նոր կտականի մարդը ասում էր, Քրիստոս կամ առաքյալները օգտագործում էին գրքեր եզրույթը, նրանք նկատի ունեին հին կտակարանը, որտեղ նոր կտականում հին կտակարանը անվանվել է նաև օրենք, Մովսեսի օրենք, մարգարեներ, եւ երբ որ Քրիստոս խոսում է այդ գրքերի մասին, խոսում է հին կտակարանի մասին։ Եվ առաքյալները եւ Հիսուս Քրիստոս բազում մեջբերում են անում, եւ շատ հետաքրքրական է, որ մեջբերում են անում ոչ միայն եբրայական բնագրից, մեջբերում են անում նաև թարգմանությունից, 70-ից թարգմանությունից։ Այսինքն սա էլ գալիս է փաստելու, որ փոխանցված թարգմանությունը եւ բնագիրը համահունչ են։ Մարգարեներն Աստծո խոսնակներն էին երկրի վրա, նրանց միջոցով էր Աստված խոսում եւ ժողովրդին հայտնում իր կամքը։ Մարգարեներն Աստծո միջոցով էին խրատում եւ նախազգուշացնում ժողովրդին վերահաս վտանգների մասին, հետ պահելով նրանց մեղքի մեջ ընկնելու գայթակղությունից։ Մարգարեներն Իսրայելի ժողովրդին քարոզում էին հավատքն ամուր պահել առ Աստված։ Մարգարեների նպատակն էր բյուրեղացնել եւ ժողովրդի մեջ արմատավորել այն գիտակցությունը, որ Աստված է իրենց առաջնորդը, ինչպես նաեւ ամրապնդել նրանց մեջ Մեսիայի գալստյան վերաբերյալ բոլոր մարգարեությունները, որոնք իրականացան նոր ուխտում Հիսուս Քրիստոսով։ Ենթադրվում է, նոր կտակարանն ավելի ճիշտ եւ հեշտ ընկալելու, հին եւ նոր կտակարաններն իրար հետ հակադրել համադրելու, ենթատեքստերից կտրվել չկտրվելու երկու պատճառ։ Նախ, նոր կտակարանը գրել են ավետարանիչները, անձինք, որոնք անմիջապես Մեսիայի ժամանակակիցներն էին։ Երկրորդ, հին կտակարանի մարգարեություններն արդեն ծանուցել էին Փրկչի գալստյան լուրը։ Եվ պարզ է դառնում, որ Տիրոջ խոսքը, թե մի կարծեք, թե ես եկա Մովսեսի օրենքը կամ մարգարեների ուսուցումները ջնջելու, չեկա ջնջելու, այլ լրացնելու։ Հին եւ նոր կտակարաններում տեղ գտած օրենքների ու գրությունների լրման մասին է։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում, Աստված բազմապիսի բազմազան ձևերով է հաղորդակցում մարդու հետ։ Օրինակ 5 կտակարանը մեկում քնի մեջ, մարգարեներից մեկը ասում է Աստված իր խոսքը դրեց իմ բերանում եւ ես սկսեցի քարոզել։ Մենք Հովնան մարգարեի պարագան կարող ենք տեսնել։ Աստված ասում է, որ պիտի գնաս քարոզես Նինվեում։ Եվ հրեաների ընկալման համաձայն Աստված Իսրայելի սահմաններից դուրս չէր կարող գալ։ Եվ ինչ է անում Հովնան մարգարեն, մտածում է Նինվե չգնալու համար, որտեղ այնտեղ հեթանոս էին, իսկ հրեաները մտածում են, որ Աստված միայն իրենցն է եւ ճշմարիտ այդ Աստծո գաղափարը չի կարելի քարոզել հրեաներին, նա ասեց ես փախնեմ գնամ Իսպանիա, Թարսիս, հենց ինչպես որ իր գրքում է ասում։ Եվ ասում Աստված կետի միջոցով նրան ուղարկում է Նինվե քարոզելու, այսինքն մարգարեներն էլ Աստծո խոսքի, Աստծո այդ անմիջական հաղորդակցության մեջ եղած անձինք են եղել։
Եվ Սուրբ Հոգին գործում է երեք այսօր եւ հավիտյան գործում է նույն ձևով, ասինքն Սուրբ Հոգու ազդեցությունը նույն ձևով է։ Մենք չենք կարող ասել, որ օրինակ առաջին դարում ապրող մարդը ավելի շատ հաղորդակից է եղել ճշմարտությանը, քան 21-րդ դարում ապրող մարդը, որտեղ Սուրբ Հոգին Աստված գործում է նույն ձևով, Աստված ներգործում է նույն ձևով, ողորմում գտում է նույն ձևով, իր նախախնամությունը տարածում է բոլորի վրա նույն ձևով։ Սուրբ գրքի, Աստվածաշնչի, Աստծո շնչով գրված մատյանի առանցքն ու կենտրոնը Փրկիչն է Հիսուս Քրիստոսը։ Քրիստոս հին կտակարանում ներկայանում է որպես ակնկալիք, նորում ակնկալիքների իրականացում։ Այս երկուսը միասին կազմում են արդեն մեկ ամբողջություն։ Ասել է, թե այն ամենը, ինչ վկայված էր հին կտակարանում, նախապատրաստությունն էր նորում իրականացվելիք հայտնության։ Հին եւ նոր կտակարանները մի ամբողջություն է, որը մեզ ներկայացնում է, մեզ փոխանցում է աստվածային հայտնությունը։ Ինչ է աստվածային հայտնությունը? Աստծո ազատ ներգործությունն է տված մարդու փրկության համար։ Այսինքն մենք հաղորդակից լինելու աստվածային հայտնության այդ փրկչական ծրագրին պետք է սկսենք նրա թող արտոնվի այսպես ասել առաջին իսկ դասերից հասկանալու համար Աստծո նպատակը աշխարհը արարելու, մարդուն արարելու, մարդու հեռացումը Աստծուց եւ վերջնական փրկությունը մարդու։ Եվ մենք եթե ուզում ենք հասկանալ կամ քայլել, տեսնել այդ ընթացքը, մենք պետք է սկսենք հին կտակարանից, որովհետեւ եթե մենք չսկսենք հին կտակարանից, մենք չենք կարող հասկանալ եւ Քրիստոսի գալը, որտեղ Քրիստոսի գալը քարոզվում էր ամբողջ հին կտակարանում, քարոզվում էր մարգարեների կողմից, ահա կույսը պիտի հղիանա, ինչպես որ Եսայի մարգարեի բերանով ասվեց, եւ արդեն նոր կտակարանի հեղինակները նշում են, ինչպես Եսայի մարգարեն էր ասում, այսինքն նոր կտակարանը հասկանալու համար պարտադիր կերպով մենք պետք է հասկանանք հին կտակարանը, որովհետև հին կտակարանը նոր կտակարանի հիմքն է։ Մենք չենք կարող մեկը մյուսից բաժանել եւ աստվածային ամբողջ ճշմարտությունները, ողջ հայտնությունը մեզ համար հասկանալի դարձնել։ Հասկանալու համար, ապրելու համար պարտավոր ենք մենք սերտելու, յուրացնելու, ապրելու ողջ Սուրբ Գիրքը։ Նրա առաջի գրքի առաջին տողերից մինչև վերջին գրքի վերջին տողերը։ Ի վերջո, նոր կտակարանի եւ ողջ Սուրբ գրքի լրումն իրականանում է Հովհաննեսի հայտնությամբ, որն ավարտվում է հետեւյալ բառերով. որովհետև ես վկայում եմ ամենին, որ լսում է այս գրքի մարգարեության խոսքերը։ Եթե մեկը բան ավելացնի սրանց վրա, Աստված կավելացնի նրա վրա այն պատուհասները, որ այս գրքում գրված են։ Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնի, Աստված կպակասեցնի նրա բաժինը կյանքի գրքից եւ Սուրբ քաղաքից եւ այս գրքում գրվածներից։ Ուրեմն, ինչու հակառակ ընկալել մի ճշմարտություն, ինչու փորձել տարբերություններ, հակասություններ, տարաձայնություններ ու անհամաձայնություններ փնտրել մի խոսքում եւ վերջապես ինչու չառաջնորդվել մի խոսքով, որը գրված է Աստծո շնչով ու ներշնչանքով։ Երկինքը երկրի վրա, այսպես է հասկացվել Սուրբ Պատարագը վաղնջական օրերին։ Այսպես են քրիստոնյաներն ըմբռնում Սուրբ Պատարագի խորհուրդը։ Պատարագով ողջ եկեղեցին ծեսին ներկա գտնվող հավատացյալների հետ միասին դառնում է երկինք, երկրի վրա եւ դրախտ կենաց ծառի անմահարար պտուղներով։ Ըստ Սուրբ Հովհաննես Ոսկեբերան հայրապետի, Սուրբ Պատարագի ժամանակ երկինքը բացվում է եւ հրեշտակներն իջնում են։ Թեպետ պատարագը երկրի վրա է կատարվում, սակայն երկրային ընծայով չէ, այլ երկնքից իջնող հացով, որ կյանք է տալիս աշխարհին։ Պատարագն ամենամեծ ծեսն է, ամենամեծ հանդիսությունը, որ եկեղեցին կարող է կատարել։ Պատարագի խորհուրդը հաստատվել է Հիսուս Քրիստոսի կողմից վերնատանը վերջին ընթրիքի ժամանակ, եւ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց, կտրեց ու տվեց աշակերտներին ասելով. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը»։ Եվ բաժակ վերցնելով գոհություն հայտնեց, տվեց նրանց եւ ասաց. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար իրենց մեղքերի թողության համար»։ Պատարագը սա ամենակարևոր արարողությունն է։ Ինչու է ամենակարևորը, որովհետև
այն արարողությունն է, որի ժամանակ մարդը հաղորդակից պետք է լինի իր արարչի հետ։ Մինչև Քրիստոս Աստված մարդուն տվել էր հնարավորություն մեղքից ազատագրվելու, մաքրվելու մի եղանակ։ Դա զոհաբերություն կատարելն էր։ Այն ժամանակ Աստծո տված օրենք, Մովսեսական օրենքի համաձայն կենդանուն տանում էին տաճար, մարդը ձեռքը դնում էր կենդանու գլխին, խոստովանում էր իր կատարած սխալները եւ քահանան աղոթք էր ասում, մորթում էին այդ կենդանուն, ողջակեզ էին մատուցում, այրում էին տաճարում եւ մարդը համարվում էր մեղքից մաքրված։ Ուրեմն Քրիստոսով այս արարողությունը վերջացավ, որովհետեւ ինչ էր, Աստված տեսավ, որ մարդը ինչ է անում, ինչ մեղք ասես գործում է, որ տարվա մեջ հատուկ այդ օրը մեկ օր գալիս է տաճար, մի կենդանի է զոհաբերում եւ ինքը նորից շարունակում է մեղքի մեջ ապրել։ Այս գործողությունը չի լինում մարդուն կատարյալ ազատագրող։ Դրա համար Քրիստոս ինքը եկավ, մարդացավ, դարձավ մարդ, չկորցրեց իր աստվածային էությունը եւ հասկացավ մարդու բոլոր խնդիրները լիարժեք, բոլոր մտահոգությունները եւ ինքը իր կյանքը տվեց, մեռավ, հարություն առավ եւ հստակ պատվիրան տվեց, ինչպես մարդը ազատագրվի մեղքից։ Քրիստոս մի, այսպես ասած, մեխանիզմ ստեղծեց մեղքից ազատագրման։ Տեսնում ենք Ավետարանի մեջ, երբ Քրիստոս իր աշակերտներին հստակ իշխանություն տվեց, ասելով, որ ում մեղքերը, որ ներեք երկրի վրա, այն ինչը որ կապեք, կապված կլինի երկնքում, այն ինչը որ արձակեք, արձակված կլինի երկնքում։ Տալիս եմ ձեզ երկնքի արքայության բանալիները։ Այս դրվագը հիշում ենք եւ երկրորդ կարևոր գործողությունը վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոս վերցրեց հացը, գինին, օրհնեց, տվեց աշակերտներին, ասեց առեք, կերեք, առեք, խմեք, սա է իմ մարմինն ու արյունը ձեր մեղքերի համար որ թափվեց եւ նոր ուխտ եմ կնքում ձեր հետ։ Այսուհետև ձեր մեղքերից մաքրման համար այդպես կանեք եւ դուք։ Հիմա այս երկու գործողությունը երբ միացնում ենք իրար, այսինքն աշակերտին տվեց իշխանություն մաքրելու մեղքերից կամ չներելու եւ տվեց իշխանություն նրա մարմինն ու արյունը ճաշակելու, որովհետեւ Քրիստոս հարությունից հետո 40-րդ օրը համբարձվեց երկինք եւ աշակերտները այլևս այս ձևով սկսեցին Քրիստոսի խոսքի համաձայն այս ձևով սկսեցին հաղորդակից լինել արարչի հետ։ Սուրբ Հոգու շնորհներով համախմբվում էին, աղոթք էին անում, խնդրում էին, որ Աստված հացն ու գինին փոխակերպի դարձնի Քրիստոսի կենարար մարմին եւ արյուն եւ տալիս էին այն մարդուն, ով որ զղջումով, ապաշխարությամբ եկել էր իրենց մոտ մաքրվելու։ Այստեղ շատ կարևոր հարցեր է առաջանում, որովհետեւ շատերն ասում են դե քահանան ով է, որ ինքը արձակի մարդուն որևէ մեղք, այստեղ նորից Սուրբ Գիրքը տալիս է մեզ այդ հարցի պատասխանը։ Ոչ թե քահանան անձն է ներում կամ չներում, այլ քահանան այն անձն է, որի միջով հոսում են աստվածային շնորհները։ Որովհետև Քրիստոսի աշակերտները, որ ստացան այս կարևոր իշխանությունը ներելու եւ Քրիստոսի մարմինն ու արյունը պատրաստելու այդ գործողությունները, իրենց հերթին ձեռնադրության միջոցով իրենց աշակերտներին փոխանցեցին։ Ձեռնադրեցին քահանաներ, երեցներ, եպիսկոպոսներ, սարգսավագներ եւ ամեն մեկին որոշակի իշխանություններ տվեցին այս անելու, այն անելու։ Եվ այսօր օծյալ հոգևորականը, քահանան, այդ աստվածային իշխանության կրողն է, տրված Քրիստոսի աշակերտի կողմից, իսկ աշակերտը Քրիստոսի կողմից։ Եվ ինքը իր անձը չէ, որ ներում է։ Եվ այն մարդը, որ գալիս է մասնակցելու այդ արարողությանը, որը որ սովորաբար Կիրակի օրերն ենք մենք մատուցում։ Ինչու հենց Կիրակի օրն ենք մենք մատուցում, որովհետև Քրիստոս Կիրակի օրը հարություն առավ։ Մեր համար Աստծո տված այն պատվիրանը, որ շաբաթ օրը սուրբ պիտի պահվի,
քրիստոնյայի համար փոխակերպեց դարձավ Կիրակի օրը, որովհետև միաշաբաթ էր, երբ Քրիստոս հարություն առավ։ Եվ մենք Քրիստոսի հարությամբ ենք ազատագրվում։ Մենք Քրիստոսի հարությունն ենք կարևորում։ Մենք մաքրվում ենք մեր մեղքերից, որ միանանք Քրիստոսին, որ մենք էլ հարություն առնենք մահից հետո։ Դրա համար այս Կիրակի օրը այս գործողությունը պատարագի ժամանակ, որ տեսնում ենք, սա այն գործողությունն է, որտեղ որ քրիստոնյային տրվում է հնարավորություն մասնակցելու, ճաշակելու Քրիստոսի մարմինն ու արյունը, խոստովանելու իր կատարած մեղքը, սխալը Աստծո պաշտոնյայի առաջ, ով այդ աստվածային իշխանության կրողն է։ Սուրբ եւ անմահ պատարագ մատուցվում է ամեն Կիրակի, ինչպես նաեւ հատուկ տոների ժամանակ։ Յուրաքանչյուր հավատացյալ պետք է մասնակցի պատարագին, մի պահ վերանա կենցաղային ու աշխատանքային բոլոր հոգսերից եւ հաղորդվի Աստծուն, ստանա մխիթարություն ու հոգեվոր հանգստություն։ Պատարագը բովանդակում է Հիսուսի մարդեղության ողջ խորհուրդը, կյանքի դրվագները եւ նրա բոլոր փրկagorցության տնօրինությունները, ծնունդից մինչև համբարձում եւ հոգեգալուստ, որոնք արտացոլվում են խորհրդապաշտական գործողություններով, ընթերցումներով, սաղմոսների եւ շարականների կատարմամբ, խրատներով, քարոզներով ու աղոթքներով։ Պատարագ մատուցելու իրավունք ունի միայն օծյալ հոգեվորականը։ Երբ մենք աստվածային որևէ խորհուրդ փորձենք ամբողջությամբ բանականորեն հասկանալ, միևնույնը չենք կարող հասկանալ։ Պատարագի ժամանակ մի շատ հենց ամենասկզբում շատ հետաքրքիր շարական է երգվում խորհուրդ խորին, այսինքն ներկայացնում որ այս խորհուրդը այնքան խորն է, որ մենք չենք կարող որքան էլ փորձենք տեսանելի նշանների միջոցով հասկանալ, միևնույնն է մեր բանականության մեջ ինչ որտեղ պարզ չի դառնա, ինչպես օրինակ հացն ու գինին, ինչպես են դառնում Քրիստոսի մարմին եւ արյունը։ Կարևոր բան է։ Այսինքն որքան էլ որ փորձենք հասկանալ եւ այստեղ է որ պիտի գա մեր հավատքը մեզ օգնելու։ Որովհետեւ այսպես արեց Քրիստոս։ Եթե մենք Քրիստոսին հավատում ենք, այն կետերը, որտեղ որ այլևս մեր բանականորեն մենք դժվարանում ենք ընկալել, մեզ պիտի գա մեր հավատքը օգնության, որովհետև շատ բաներ կա, որ մենք կյանքում այսպես գործողությունը մենք տեսնում ենք եւ չենք կարողանում հասկանալ ինչու է այսպես։ Եվ մեր հավատքն է, որ մեզ գալիս է օգնության։ Մենք ոչ միայն ամբողջությամբ Բարսեղ կեսարացու պատարագն ենք օգտագործում, համեմված է մեր պատարագը մշակված է Բարսեղ կեսարացու հիմնական ոսկեբերանի, Հովան ոսկեբերանի, նաև այնտեղ կան Գրիգոր Նարեկացու շատ ծածուկ աղոթքներ, եւ ամբողջը այն գործողությունն է, որը որ մարդուն հասկանալի պատկերավոր տեսքով փորձում է բացատրել Քրիստոսի ծնունդը։ Օրինակ ասենք, երբ պատարագիչ քահանան Աստծո օծյալ պաշտոնյան դուրս է գալիս ավանդատնից, այն տեղը, որտեղ որ պատրաստվել էր, զգեստավորվել էր, նույնիսկ այդ զգեստներն էլ ամեն մեկը մի իշխանություն են ներկայացնում։ Եվ երբ ավանդատնից դուրս է գալիս պատարագիչ քահանան, ով սկզբնական շրջանում պատարագի մինչև միջնամասը ինքը Քրիստոսին է ներկայացնում իր ամբողջ թագավորական փառքով։ Ավանդատնից դուրս գալը խորհրդանշում է Քրիստոսի ծնունդը։ Երբ աշխարհ գալոցի ժամանակ, այսինքն հնչում է բարեխոսությամբ շարականը եւ քահանան պատարագիչ իջնում է ժողովրդի մեջ, պատտվում է, այս աշխարհ գալոց է կոչվում, սա կոչվում է, որ Քրիստոս մարդացավ, իջավ երկրի վրա, մարդկանց հետ շփվեց, խոսեց, քարոզեց, մկրտեց, բժշկեց եւ այնտեղ հավատացյալները խնդրում են, որ իրենց եւս հիշեն աղոթքների մեջ եւ որ պատարագիչ քահանան պատասխանում է, որ անպայման պիտի հիշի իր աղոթքների մեջ տվյալ մարդուն։ Երբ ես վայր եմ բար, ուշկանություն և բադի,
Ինչպես ասացինք, մեր պատարագը բաժանված է, այսպես ասած, 4 կարևոր մասերի՝ պատրաստություն, ճաշու պատարագ, բուն պատարագ եւ արձակում։ Այս կարևոր հատվածը սկսվում է այնտեղից, որտեղ որ այլևս ընթերցվածքները, օրվա աստվածաշնչյան ընթերցվածքները ավարտվել են, մենք խոստովանել ենք հավատամքը, երգել ենք այն մեր դավանանքը, որը որ հաստատված է Նիկո ժողովի ժամանակ, եւ արդեն քահանան զգեստափոխվում, հանում են զգեստները, որոնք որ խորհրդանշում են փառքը, ինքը դառնում է սպասավորը եւ խորհրդանոցից բերվում է սուրբ սեղանի վրա է դրվում հացը եւ գինին, որը որ այլևս խորհրդանշում է Քրիստոսին։ Եվ այստեղից քահանան այլևս այդ թագը, խաչը, հողաթափերը հանում է, որովհետև այն տեղը, որտեղ որ կանգնված է, այլևս իր դիմացը սրբությունն է եւ ինքը երկյուղածությամբ է մոտենում այդ սրբությանը։ Եվ ամենակարևոր արարողությունը, այսպես ասած, պատարագի տեղի ունում որդի Աստծո շարականի ժամանակ, այդ փոխակերպումը Քրիստոսի, որ հացն ու գինին ծածուկ աղոթների մեջ քահանան աղոթք է անում, օրհնում է հացը, օրհնում է առանձին գինին, հետո օրհնում է հացը եւ գինին եւ այդ Սուրբ Հոգու էջքը, որ այլևս այս հացը եւ գինին Քրիստոսի մարմինն ու այրունն են, այստեղից է սկսվում եւ այստեղով արդեն պատարագը իր ամբողջության մեջ է մտնում։ Նրանից առաջ, երբ որ մենք տեսնում ենք այդ խորհրդանոցից բերելու հատվածը եւ սրբությունը բերվում է հանդիսավոր կերպով սուրբ սեղանի առջև, այնտեղ համբարձեկ իշխան, այսինքն հրաման է տրվում, որ իշխանները երկնային հրեշտակները բացեն երկնքի արքայության դռները, որովհետեւ ահա գալիս է փառքի թագավորը եւ այն մուտքը, որ այլևս Քրիստոս ներկա է մեր մեջ եւ դրանից հետո արդեն մարդիկ իրար ողջագուրվում են, ուրախանալը, որ Քրիստոսը մեր մեջ հայտնվեց։ Ամեն ամեն ասեմ ձեզ, եթե ոչ հատնցորեն անկյալ հերկիր մերանիցի, ինքը միայն կա։ Պատարագը մեր համար, այսպես ասած, առաջին հայացքից անհասկանալի է, որովհետեւ գրափար է կատարվում եւ շատ նորահավատների համար կամ շատ այսպես ասած այն մարդկանց համար, ովքեր որ չեն ցանկանում շատ ջանք թափեն հասկանալու պատարագի խորհուրդը, առաջին հայացքից կարող է մարդուն վանող լինել, մտածեն, որ գալիս են, չեն հասկանում, այդ ինչ են խոսում, այդ ինչ են ասում, բայց ասեմ, որ ես որպես հոգեվորական շատ մարդկանց հետ զրուցելով մեկ ամսվա ընթացքում, այսինքն 4-5 անգամ մասնակցելով, պարբերաբար մասնակցելով պատարագին եւ բնականաբար հոգեվորականի օգնությամբ մարդը լիարժեք կարողանում է հասկանալ։ Ուրեմն եթե մենք ակնկալում ենք, որ մեր մարդ Աստված հարաբերությունը մի ակնթարթում միանգամից պիտի վերականգնվի, ուրեմն այն տրամաբանության մեջ ճիշտ է, որ պիտի գան մեկ անգամ մասնակցեն պատարագին, չհասկանան եւ հիասթափվեն գնան։ Մենք ջանք պետք է թափենք հասկանալու համար, ընկալելու համար եւ պիտի աշխատենք մենք ինքներս մեր, ինչպես որ ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մարդը պիտի իր հոգեվոր վերելքի համար աշխատանք տանի։ Սուրբ պատարագի արարողության բուն առանցքը կազմում է հաղորդության խորհուրդը, այն Քրիստոսի ինքնազոհաբերման խորհուրդն է, որի ժամանակ անմահ գառն Աստծու, որպես հաշտության զոհ, խորհրդավոր կերպով պատարագվում է Սուրբ սեղանի վրա, բաշխելով հավատացյալին իր Սուրբ մարմինն ու արյունը, որով վերականգնվում է ի սկզբանե հաստատված հաղորդակցական կապը։